Մայիսի սկզբին Բաքվի ռազմական դատարանում ակտիվ է Շուշիի ազատագրման թեման։ Ադրբեջանը փորձում է պարզել Բաքվում պահվող հայ ռազմագերիներից, ով որտեղ է եղել, ինչով է զբաղվել Շուշիի օպերացիայի ժամանակ։ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի ու Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ տեսանյութեր են ցուցադրել դատարանում։ Ըստ ադրբեջանական Ազեր Թաջի կադրերից մեկում երևում է, ինչպես է Իշխանյանը խոչընդոտել ադրբեջանցիների առաջխաղացումը Շուշի։ Արցախյան առաջին պատերազմից դրվագներ են ցուցադրվել նաև Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ։ Ըստ Ազեր Թաջի, Ղուկասյանը գտել է իրեն տեսանյութերում, խոստովանել, որ իր հետ են եղել վարորդը, հրապարակախոս Զորի Բալայանը, Պարքև Սրբազանը։ Ըստ պետական լրատվամիջոցի, տեսանյութը նկարահանվել է Շուշիի ազատագրումից հետո։ Այսպես կոչված դատը պետք է ապացուցի, որ Հայաստանը ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ։ Հայաստանի կողմից ագրեսիա Ադրբեջանի դեմ, որ տերորիզմի անվան տակ բեմադրված դատի շրջանակներում միջազգային հանրությանն է հրամցնում Բաքուն։ Դատական նիստերն այսպես է մեկնաբանում Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպանը։ Իլհամ Ալիևը իր հանցավոր խմբի հետ փորձում է ցույց տալ եւ ներկայացնել ազգային ազատագրական պայքարը, ինքնորոշման իրավունքի պահպանությունը, որովհետև արդեն ինքնորոշված էր Արցախը, արցախահայությունը դեռ սովետական ժամանակ, նա այդ բոլորը ուզում է ոչ թե նմանացնել, այլ հավասարեցնի, նույնացնի տերորիստական, այն էլ միջազգային տերորիստական գործողությունների հետ։ Ինչ վերաբերում է Արկադի Ղուկասյանին, Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է, 90-ականներին Ղուկասյանը լիովին վաստակել է Մինսկի խմբի համանախագահող պետությունների աջակցությունը։ Ստացվում է, Ադրբեջանի տեսանկյունից տերորիստ է Արկադի Ղուկասյանը եւ տերորիստական միավորմանը սպասարկող կառույցներ են ՀՀԿ Մինսկի խումբը, Միավորված ազգերի կազմակերպությունը։ Արկադի Ղուկասյանը որևէ մի անգամ նույն այդ երեք պետությունների, որոնք որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, դրանց ներկայացուցիչների կողմից երբևէ չի ընկալվել եւ իր հետ շփումների մեջ երբևէ չի ստացել այդ բոլոր մեղադրանքները, որոնք այսօր ներկայացում են։ Ստացվում է, որ այդ երեք պետությունները սպասարկել են միջազգային տերորիստական միավորումը։ Պատահական չեն Ադրբեջանի համառ պահանջները՝ լուծարել ՀՀԿ Մինսկի խումբը, դադարեցնել ՄԱԿ-ի գրասենյակների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը Բաքվում։ Իրավապաշտպանը վստահ է, 90-ականներին հայկական պետությունները հաջողել են, քանի որ ունեցել են միջազգային կառույցների լիակատար աջակցությունը։ Այսօր Հայաստանը դիմումների մակարդակով անգամ կապ չի պահում այդ կառույցների հետ, համոզված է Ալավերդյանը։ Ցույց տվեք ինձ այս իշխանությունները ինչ են արել այդ դաշտերում, որ պետությանն են իրենք դիմել, որ կամ որ մի հյուպատոսական այդ ծառայություններից են օգտվել, որ այդտեղ բացարձակապես խիստ հակառակը։ Այս պարագայում ռազմագերիների հարազատները անձամբ են իրավապաշտպաններ գտնում, դիմում միջազգային կառույցների, տարբեր երկրների հյուպատոսարաններ, մինչև անգամ նախագահների աջակցությունն ակնկալում։ Հայրս արդեն ավելի քան 550 օր անազատության մեջ է պարզապես քրիստոնյա լինելու համար։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին Դավիթ Վարդանյանն է դիմել Թրամփին։ Ամերիկյան Fox News-ն է հրապարակել Վարդանյանի հոդվածը, որտեղ նա ասում է, ինչպես 110 տարի առաջ, այսօր էլ հայերի հույսը Միացյալ Նահանգների աջակցությունն է։ Ամենակարևորը, նախագահ Թրամփը խոստացել է պաշտպանել հալածվող հայ քրիստոնյաներին եւ Ադրբեջանում եւ այլուր։ Հենց այսպիսի աջակցությունն ու ճնշումն է ի վերջո հաղթանակելու։ 15-ի գործով այսօրվա դատական նիստից Բաքուն դեռ ոչինչ չի հրապարակել։ Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը մայիսի 6-ին է։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։